Հայաստանի եւ առհասարակ հայոց աշխարհի փրկությունը դա աշխարհազորային երկրորդ բանակ, որը չի ենթարկվում ոչ ոքի, այն միայն հետևում է իր ուղուն, իսկ իր ուղին է ազատագրել Հայաստան, իրական Հայաստան։ Դուք բոլորդ խեղաթյուրել եք Հայաստան բառի իմաստը, ու ես ստիպված պետք է ասեմ իրական Հայաստանը, որովհետև եթե ես ասեմ Հայաստանը, դուք կմտածեք, թե այս 29,000 եսիմ ինչքան, բայց դուք իրական Հայաստան արտահայտությունն եք խեղաթյուրել, դա էլ եք խեղաթյուրել, դուք ավելին, բացի նրանից, որ դուք խեղաթյուրել եք, դուք հենց այս 29,000 եսիմ քանի 743, 764, 800 կիլոմետր քառակուսի տարածքն եք ներկայացնում որպես իրական Հայաստան։ Իրական Հայաստանը շատ մեծ է։ Ես չեմ վախենա ասել, իրական Հայաստանի տարածքները արևելքում սկսվում են Կասպից ծովի ափերից, իսկ արևմուտքում ավարտվում են Էգեյան ծովի կղզիներով, ոչ միայն Էգեյան ծովի։ Հարավում սկսվում են։ Ձեզ դա դուր չի գա, հասկանում եք, դուք ինֆարկտ կստանաք, որովհետև դուք հոգեպես ենթագիտակցորեն հակահայ մարդիկ եք։ Հարավում սկսվում են ներկայիս Սաուդյան Արաբիայի հյուսիսից, նույնիսկ այդ Եգիպտոսի ասիականից, այդպես ու ավարտվում են հյուսիսում հյուսիսային Կովկասով, այսինքն իրական Կովկասով, Կովկասը դա միայն հյուսիսային Կովկասն է, իսկ Վրաստանը դա Կովկաս չի, այս մի քիչ, բայց դա չի նշանակում, որ աշխարհազորային երկրորդ բանակը ձգտելու է նվաճել այդ տարածքները, ոչ, պատմական իրական Հայաստան արդեն բերանից ես թռցրի, իրական Հայաստան ասելով ես նկատի ունեի պատմական Հայաստանը, ոչ, ես նկատի ունեի, այո, պատմական Հայաստան, ես նկատի ունեի հայոց աշխարհը, հայկական բնօրրան, պատմական Հայաստանը ու հայկական բնօրրանը, հայոց բնօրրանը, հայոց աշխարհը, դա նույն բան։ Դե հայոց աշխարհը չէ, նույն բանը չի, դա ավելի մեծ բան է, պատմական Հայաստանը, հայոց բնօրրանը նույնպես դրա մասն է, դրա մեջ է։ Աշխարհազորային երկրորդ բանակը ձգտելու է ծայրահեղ դեպքում, եթե այլ կերպ չստացվի, ռազմական ճանապարհով ազատագրել Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգայինորեն ճանաչված սուվերեն տարածքները, որոնք բոլորը միասին կազմում են 232,600 կիլոմետր քառակուսի շուրջ։ Դե այդպես էր, ես տենց կոնկրետ մանրամասն չգիտեմ, այլ կերպ գրված էլ չէր, հենց այդպես էր գրված, գուցե ասենք դինեն դետալ փաստաթղթեր, դե որոնք հաստատ կան, որտեղ կարող է նույն թիվը լինել ու ստացվում է հենց դա է, հենց այդքանն է այդ տարածքը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սուվերեն տարածքը, բայց կարող է մի քիչ ավելի լինել կամ պակաս, մի քանի կիլոմետրով, դրա համար ես տենց ասում եմ շուրջ, որովհետև բյուրեղյա հաստատված չի, որ հենց 232,600 կիլոմետր քառակուսի, հենց 600, գուցե 601, գուցե 595, ինչևէ չէ, աշխարհազորային երկրորդ բանակը դա դավաճանական բանակ չէ, յուրաքանչյուր մարդ, ով էթնիկապես հայ է և ընդունում է 232,600 կիլոմետր քառակուսուց պակաս Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներու մասին թեզը, կեղծ թեզը,
Նա պարզապես դավաճանում է իր էթնոսը, դավաճանում է ամեն ինչ։ Այդ ամեն ինչից ազգներ, պետություններ, երկիրներ, ամեն ինչն է, որովհետև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը կազմում է 232,600 կիլոմետր քառակուսի։ Դուք, ով որ կազմել է այդ փաստաթուղթը, կազմել եք, դուք կնքել եք, որ այդ փաստաթուղթը երբեք, ուրեմն դե դա այդպես չի, այտենց չի լինում երբեք, դա Աստված պիտի այդպիսի փաստաթուղթ բան անի, որ երբեք, բայց դուք բան եք արել, որ դա չեղարկել չի լինի, ու քանի տարի անցել, ընդամենը 100-110, չի կարելի այդպես, երբ որ դուք ինչ-որ մեկ այլ ոգի պետության վերաբերյալ եք փաստաթուղթ ստորագրում, դուք բան եք անում, հետո դրան հակառակ փաստաթուղթ չեք ստորագրում, ասում եք, հեսա, դες մենք ստորագրել ենք, ոնց եթե մենք այս փաստաթուղթը բան անենք, ձևակերպենք, սա բռնելու է, բան անելու է, չեղարկելու է մյուսը, ժխտել, բայց երբ որ դա Հայաստանին էր վերաբերում, դուք միանգամից վերցրեցիք ու այլ փաստաթղթեր ստորագրեցիք, թե այսպես 10,000 կիլոմետր քառակ, թե լավ 29,000, 31,000, 29,000 չէ, 32, այդ ինչի է ժամանակ, ամբողջ աշխարհում ընդունված է, որ դու փաստաթուղթը ստորագրեցիր, չես կարող, այտենց կոպիտ ասած չեմ ասում բառից իմաստով, կոպիտ ասած 5 րոպե հետո դրան հակառակ դու փաստաթուղթ ստորագրես ամբողջ աշխարհով գումարվող փաստաթուղթ ստորագրեք, որ Հայաստանի տարածքը 232,000 կիլոմետր քառակուսի է, 232,600, դե նաև կար 230,000 տարբերակ, հա, մեկ էլ կոպիտ ասած 5 րոպե հետո վերցնում եք ստորագրում եք, որ չէ 32,000, 31,000, տես չեղավ, այդ ձեր ազգերի լիգայով ամեն ինչով, այդ համաշխարհայինորեն, սենց ամբողջ Եվրոպայով ու Հյուսիսային Ամերիկայով դուք ասեցիք 232,600, կամ թեկուզ երկու տարբերակն եղել է 230,000-ն և 232,000-ն, իսկ այդ 31,000 հետո արել, բոլշևիկները, դուք էլ սենց ասել եք, սենց սուտի, սենց քթի տակ, լավ, օքեյ, հիմա տենց ալենում, համաձայնվել եք, իրոք համաձայնվել եք, սենց առաջին համաձայնությունը մի հատ խոսք է, ասում է первое слово дороже второго, բացի դրանից առաջին համաձայնությունը սենց բացահայտ ամբողջ աշխարհով սենց գողում գոչում, իսկ այս մյուսը սենց, հա, ու այս երկրորդը բոլշևիկներն արեցին, դուք համաձայնվեցիք, դուք չեք արել, տենց իբր թե էլի, ես չգիտեմ, ես չեմ կարող հաստատ ասեմ, ձեր մատն էլ խառը կլինի, դուք պետք է տեր կանգնեք, դուք չեք կարող խաբեք մեր ժողովրդին, դուք պարտք եք, դուք ամբողջ աշխարհով պարտք եք, Հայաստանում 232,000, չէ, ամբողջը չէ, մի մասը դեռ մեր մոտ է պակասում, ուրեմն անեք 232,600 կիլոմետր քառակուսից այնքան է, ինչքան որ մնացել է մեր մոտ 229,000, չգիտեմ 500, 600, այնտեղ շուրջ 250, 240, 250 կիլոմետր քառակուսի տարածք Ադրբեջանը, այս ձեր ճանաչած Հայաստանի Հանրապետության ուրեմն տարածքից էս Հայաստանի Հանրապետության, ուրեմն բանա գրավել է, հա, հիմա այդքանը հանենք, այս ինչը որ մնացել է այդ 232,600-ից, այդքանը հանենք, այն մնացածը ինչքան որ մնում է, այն որ մեր տիրապետության տակ չի, այդքանը դուք մեզ պարտք եք մեզ, դա չի նշանակում, որ դուք պետք է վերցնեք ու տաք, դա նշանակում է, որ երբ որ մենք ազատագրեցինք մեր հողերը, դուք իրավունք չունեք, ոչ միայն բարոյական, այլ նաև այո դե յուրե իրավունք չունեք, ասեք, որ դա օկուպացիա է, եղավ, կապ չունի Հայաստանի խորհուրդը, Արցախի խորհուրդը ճանաչել է Արցախը Հայաստանի մաս, թե ոչ 89 թվականին, 90-ականներին, դա միևնույն է չի եղել օկուպացիա, որովհետև առաջինը այդ տարածքի ժողովուրդը, այն էլ բնիկ ժողովուրդը, այն որ ժողովուրդն այդ հերիք է, այն էլ բնիկ ժողովուրդը, ուրեմն վերցել է իր տիրապետության տակ, ումն է եղել այդ հողը, Իրանը,
Իրանը ազգերի ինքնորոշում, Իրանը Ադրբեջան պետ, օքեյ, բայց դա անօրինական է եղել։ Դա իրականում դե յուրը չի եղել Ադրբեջանի տարածքը։ Հասկանալի է, ժողովուրդը ազատագրել է իր տարածքը, բացի նրանից դա եղել է Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածք։ Հասկանալի է, դուք ճանաչել եք 1920-ից 1921 թվականներին այդ տարածքը Հայաստանի Հանրապետության, այդ որ դուք ասում եք Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության մաս է եղել։ Ու բացի դրանից դե ֆակտո էլ փաստացի է դա եղել է այո Հայաստանի Հանրապետության մաս։ Առաջին Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունը դա Հայաստանի առաջին հանրապետությունն է, որի դե յուրե տարածքը եղել է 232.600 կիլոմետր քառակուսի տարածք։ Իսկ Հայաստանի ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ով էլ ինչ ասի, չգիտեմ, Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդն է, հասկանալի է։ Չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը դա, չեն ճանաչում մնացած հայերը, լավ իրանք հայեր են, բա ես ինչ եմ, բա ինպես այլոք, այլ հայեր ինպես։ Ես հայ եմ ու ես ճանաչում եմ իմ ժառանգությունը, իրանք չեն ճանաչում, ես ճանաչում եմ, իմ եղբայրը չի ճանաչում իմ հոր, իմ պապերի թողած ժառանգությունը որպես իր ժառանգություն, ես ճանաչում եմ, ինչա իմ եղբայրներն ու քույրերը չեն ճանաչում մեր ժառանգությունը իրենցը, ուրեմն ես է պիտի չճանաչեմ, կամ որ ես ճանաչեցի, դա սխալ է, դա լեգիտիմ չի, ես ճանաչում եմ Արցախը որպես Հայաստանի Հանրապետության մաս, հասկանալի է։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը կազմում է 232.600 կիլոմետր քառակուսի, ու այդ տարածքը եթե չվերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը, բայց առաջին հերթին Հայաստանին, հասկանալի է, Հայաստանը թագավորություն էլ լինի, հանրապետություն էլ լինի, Հայաստանը Հայաստան է։ Նախ եւ առաջ Հայաստան, հետո նոր հանրապետություն։ Ու ինչի է հանրապետություն Հայաստանի։ Եթե այդ տարածքները լավով, ինչպես ասում են, պախարոշումով ռուսերեն, չվերադարձվեցին Հայաստանին, ապա այդ տարածքները մեր արորդի քաջ իսկական ու իրական, դատիկ չէ սիրում իրական բառը, ռազմիկներով, իսկական ու իրական հայ ռազմիկներով աշխարհազորային երկրորդ բանակը ջախջախելու է, ջախջախիչ կերպով սատկացնելու է թուրքական, ադրբեջանական, վրացական, նույնիսկ իրանական բանակները, եթե Իրանը այնտեղ տարածք կա, որ արևմտյան Հայաստանի մաս է եղել, ոչ թե արևմտյան Հայաստանի, Հայաստանի առաջին հանրապետության, ինքը այնտեղ փոխանակում արել Թուրքիայի հետ, թող դա մեր տարածքը մեզ։ Այս 4-ը, եթե մեր տարածքները հետ չտվեցիք, դուք կործանվելու, ջախջախվելու եք, հասկանալի է, ձեր բանակները փշրվելու են։ Տեսել եք տառականներում, խավարասերներին, հայոց լեզվով մաքուր հայերեն խոսենք, խավարասերներին ինչպես են սատկացնում։ Միայն պատկերացրեք, հիշեք, դուք եք կարող հարացնեք, ասենք, չգիտեմ, խոհանոցում։ Այդպես ձեր բանակն են սատկացնելու ու նույնիսկ բնակչության այո քաղաքացիական անձանց, որոնք կհամարձակվեն կրակ բացեն մեր զինվորականների վրա, մեր իսկ տարածքում գրողը տանի։ Հասկանալի է։ Ու յուրաքանչյուր ոք, որը էթնիկապես հայ չի, վտարվելու, վռնդվելու է այդ տարածքից։ Հասկանալի է, ողջ ընտանիքով։ Ոչ մեկին ոչ սպանել, ոչ բռնություն, մատով չեն կպնի։ Փասապոսեկդ հավաքեք, որ ռատներդ քաշեք այդտեղից։ Հակառակ դեպքում արդեն իրոք կսատկացնենք։ Այդպես։ Ու պետք չի ասել, տեսեք, մենք խոսում ենք, բան չենք անում։ Եթե մենք մի անգամ խոսացինք, դա չի նշանակում, որ մենք խոսացող ենք, հենց խոսալ, մի հատ էլ որ բան չենք անում։ Բա մի անգամ չասենք, մի հատ ասենք, որ հետո ձեր համար անակնկալ չլինի, որ հետո չասեք գող,
Դավիթ եկավ գնաց, որ հետո չասեք բանի բոլշևիկների նման մեզի չասեք начали войну без объявления войны։ Դուք եկան բարբարոս եք, որ մենք պարտավոր չենք, մենք չպիտի ձեզ նույնիսկ զգուշացնենք, նախազգուշացնենք։ Էսի պարզապես մենակ ձեզ չի, էսի ամբողջ աշխարհին է, որ հետո ամբողջ աշխարհով բորենիներով չկպնեն մեզ։ Հասկանալի է, թե ես ինչ եք անում։ Գլոբալիզացրել եք աշխարհը, միտեղ մեկը կռիվ ասկասում, բոլորը խառնվում են իրար։ Թե ձեր ինչ գործն է։ Ինչ գործն է։ Դա կոնֆլիկտը Հայաստանի զինված ուժերի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի ու Իրանի միջև։ Ամերիկա, դու ստեղ ինչ կապ ունես, դու ինչ գործ ունես, դու ով ես, արա։ Մեր բանակը այնքան պետք է հզորանա, որ հանկարծ եթե մեկ այլ պետություն խառնվի մեր պետության գործին, թե ինչ է սրա նրա վրա հարձակվեն, մենք ասենք քո ինչ գործն է, քո վրա ենք հարձակվել, արա։ Քեզ խելոք պայ կտանք սատկացնենք, այսենց։ Հայաստանը այսենց պետք է խոսա յուրաքանչյուր պետության հետ, ով որ իրան կհամարձակվի ասի, թե դու ինչի ես հարձակվել սրա վրա, քո ինչ գործն է, քո վրա չեմ հարձակվել։ Այն որ քո վրա հարձակվենք, նոր կբլբլես։ Ու առավել եւս մենք մեր տարածքն ենք ազատագրում, մեր հողը, հասկանալի է։ Հետո չասեք, ես ինչ են անում, հայրը եկել են պատերազմ, բան, չգիտեմ, Եփրատն են կտրում անցնում։ 120 տարի ձեզի մեր ժողովուրդը աղաչեց, ու դուք դրա համար էլ եք պատասխան տալու, պոռնիկի վաստակներ։ Դուք դրա համար պատասխան եք տալու։ Ինչի՞ մեր ժողովուրդը բարձր արիական ժողովուրդ էնել իր հողի վրա, էնել ձեր նմաններին, ձեր նման տմարդ, ենթամարդ չմարդներին պիտի աղաչի, որ դուք իր հողերը տաք, որ դուք ճանաչեք ցեղասպանությունը, որ դուք փոխհատուցեք, որ դուք թողեք մարդիկ գնան իրենց պապերի տները, գերեզմանները գտնեն, ոսկորները։ Հետո նրան ջհուդ եք ասում, դուք եք ջհուդ։ Դուք սիոնիստ ջհուդ եք, սովորական չէ, սիոնիստ ջհուդ եք դուք։ Սիոնիստներն են այդպես անում, Իսրայելը։ Գոռում գոչում է հոկտեմբերի 7։ Լավ արել Համասը, քիչ է արել։ Բան մինչև հոկտեմբերի 7-ը ինչ էիք անում 47 թվից։ Ինչ 47, 45, 46։